Այս ժողով վարչապետ Փաշինյանն այսօր իր կուսակցության վարչության նիստ անցկացրեց, որոշեց ապագա նախագահներին, պարլամենտական հանձնաժողովների եւ շատ հիանալի որոշումներ կայացրեց։ Օրինակ, մասնագիտությամբ բժիշկ, թե բժիշկի պես մի բան նավակ ճոճողը Վիլեն Գասպարյան կարծեմ թե ինչևէ նավակ ճոճողը դարձավ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ լավն է նա որ Քոչարյան Անդոնից պրծանք որը սարսափելի երևույթ էր բայց թե վատն է նա որ նավակ ճոճողը դարձավ Հայաստանի պարլամենտում անվտանգության եւ պաշտպանության հարցերով զբաղվող ինչ-որ առանցքային դեմք մեկը կար իբր ինվալիդ նախկինում նախարար աշխատել Զարա Բաթոյան սեքսից էր խոսում չէ ինչ-որ պատմում էր ինվալիդների սեքսը ոնց է բանես կոմենտում դրան նշանակեցին կարծեմ սոցիալական հարցերի նախագահ ամենահետաշխի նշանակումը եւ գուցե վտանգավոր հայ ժողովրդի համար Բադալյան Լուլունը, որը դառնում է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Դե նախ ասեմ, որ Բադալյան Լուլուն բժիշկ չէ։ Թեպետ Ավանեսյան Անոնե բժիշկ չէ, որը նախարար է։ Այստեղ կարելի է ենթադրել, որ Ուրսուլայից սրանք նորորάγներ են ստացել, ուզում են բոզությունը ներդնել Հայաստանում որպես ստրատեգիական գործիքակազմ, ապրելակերպի, կենցաղի, դե իր բոզությունները գիտենք, որ շատ սերտ առնչվում է առողջապահությանն, դե բոզությունից սիֆիլիս է բխում, սա բխում ինչ-որ անկախատեսված հղիություններ, աբորտների բարձություններ եւ այլն, դրա համար քանի որ Լուլուից լավ է այդ ամեն ինչը ոչ ոք չի հասկանում, դրա համար երևի Լուլուին են բերել, որ երբ դա աստված Հայաստանն այնքան եվրոպական անա, որ բոդությունը ստեղ դարձավ կյանքի կենսակերպի, կենսագործունեության ապրելակերպի, հա, միակ եւ ամենագլխավոր ստրատեգիական սկզբունքը իհարկե Բադալյան Լուլուն այդ պաշտոնում օգուտ կտա, որովհետեւ դե ինչ անենք, հիմա չկա աշխարհում Բադալյան Լուլու, չկա։ Այդ մեկն Հայաստանում է, ուրեմն պետք է զբաղեցնի այդ պաշտոնը։ Եվ բացի այդ, եթե մի քիչ ավելի լուր նայենք, գիտեք, եթե մարդը ասում է կառավարությունը ես եմ, այսինքն պետությունն էլ եմ ես։ Ինչ կարևոր է Բադալյան Լուլունը ինչ-որ մի հանձնաժողովի նախագահ, նավակ ճոճողը, թե ինչ-որ մի նորմալ մարդ կամ կիսանորմալ մարդ, տարբերությունը որն է։ Մի պարլամենտի գործունեությունը սրանք կապահով են։ Ֆորմալ առումով կապահով են, բովանդակությունը երբևէ ոչ մեկին չի հետաքրքրել։ Ժողով վարչապետը նաև խոսեց իր ու Պուտինի հեռախոսազրույցի մասին, ասեց հարցերին դե բա չի շնորհ, դե ասում է չի ուզե չի շնորհավորել, դե բա ինչ ասի մարդը։ Հետո ասում է բա ում հետ էր խոսում, ասիկին իմ հետ էր խոսում, նշանակում է ինձ ընդունում է ժողով վարչապետը, հա, Զելենսկուն է փաստացի ընդունում է Ուկրաինայի նախագահ, բայց դա չեղա որ դրան ճանաչում է, դրա լեգիտիմությունն ընդունում է։ Այսօր դու ես վեր ընկած տեղ քո հետ ինչ-որ հարկադրաբար շփվում է, որում քո հետ շփվելու համար նրան աշխատավարձից բացի պետք է բաներ վճարեն, կա, թե ոնց որ սովետական են վտանգավոր ցեխերի վրեդնի ցեխ էին ասում, չէ, կաթ էին տալիս բանվորներին, առողջության վնասի որպես փոխհատուցում։ Պուտինին այդ կաթը Ռուսաստանը չի վճարում։ Փաշինյան Նիկոլի պես-պես-ների հետ շփվելու համար ինչ-որ, բայց ինչ ասեմ, պետք է ենթադրել Ռուսաստանի նախագահի աշխատավարձը կբավարարի, որ սրա պես-ների հետ շփվելուց հետո ինքը եւ կաթ ընդունի, անհրաժեշտ դոզայով իր հաշվին եւ տարբեր կաթափոխարինիչներ ինչևէ, դեզինֆեկցիա հաստատ անցնում է։ Եվ հետաքրքիր ասում է, եթե այս հարցի լուծում չտան, դա կլինի ԵԱՏՄ
վերջի սկիզբը։ Այսինքն եթե շարունակեն մեզ հետ վատ վարվել, այսինքն ճիշտ վարվել, այս Եվրոպա թռնողազգին դա կլինի ԵԱՏՄ վերջի սկիզբը։ Գիտեք, ստեղից այդ ֆրազի մեջ, այդ ֆրազից բխում է նրա ծայրահեղ գիտությունը։ Մինչև հիմա ոչ ոք չհասկացավ։ Հիմա ես առաջին Հայաստանում հնչեցնեմ, որ Հայաստանը, Ղազախստան, դեղով կա Կիրգիզիա, ելով կա, ընդհանրապես Ռուսաստանի տանձին չեն։ Որևէ տնտեսական շահ Ռուսաստանը չունի այդ ձրիակերներից։ Հայաստանի շուկան 2 միլիոն, այսինքն Մոսկվայի օկրուգի չափ։ Ինչ հետաքրքրություն պետք է ներկայացնի Հայաստանը ռուս արտադրողի համար։ Ոչ մի։ Ռուսաստանը ուղղակի այս ձրիակերներին շուրջ բոլորն հավաքի, որ գոնե քաղաքական առումով բուռը պահի, դա է չի ստացվում, սրան սիրտն է Եվրոպա է ուզում։ Դե եթե ախպեր ջան, Ռուսաստանի համար դուք որպես տնտեսական միավոր հետաքրքրություն չեք ներկայացնում։ Քաղաքականապես է, դե ուրեմն սեկտիրներդ քաշեք, գնացեք Եվրոպա։ Գնացեք Եվրոպա։ Ձեր տարասի կադասի վկայականներ չունեք, դուք ինչքան պետք է հեռու գնաք։ Ուրեմն կլուսավորեք, կպրսեք, չէ։ Սրանց թվում է ադոլժինի են անում Ռուսաստանի, որ անդամակցում են հապկին անդամակցելով, հələ դուք աշխարհի ամենավորակյալ զենքը ռազմի դաշտերում փորձարկված, սա որ դուք ռուսական ներքին գներով էիք առնում, այսինքն ռուսական տանկին վճարում էիք այնքան, որքան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Մի արկին մի այսօրվա գործող հապկ անդամները վճարում են $500, եվրոպացիների վրա դա նստում է 6-ից 8,000 դոլար։ Ուկրաինական պատերազմից հետո ամեն ինչը թանկացավ, չէ։ Դե գնացեք որակով զինվեք, ինչ ասեմ, ուրիշների հաշվին։ Այսինքն այդ կարծրատիպերը եթե ժողովուրդն է կարծրատիպերով ղեկավարվում, դա մի հատ է ժողովրդի մեջ անգամ տաքսու վարորդ կա, Երևանի տաքսու վարորդները ինձ ամեն անգամ ապշեցնում են իրենց խորը եւ համապարփակ քաղաքագիտական գիտելիքներով։ Լավ է հասկացանք, ժողովուրդը պարտավոր է չէ գրագետ լինել, հատկապես Երևանի քաղաքագետ տաքսու վարորդը, լավ բա իշխանություն, հա։ Ինչևէ, կառավարության աշխատակազմի ղեկավարը որոշել է նշանակել Մակուս Լիլիթին, դե Մակուս Լիլիթը հիշեցնեմ, դա Փիսկորի ներկայացուցիչ է, սպա է Փիսկորն է ՑՌՈ-ի ստորաբաժանում, հա, դա գաղտնիք չէ, դա փակ չէ, որ սրանք այսքան սիրում են KGB-ի գնդապետներ փնտրել անգնում են եկեղեցու հետևից, թե եզրասը KGB-ի ագենտա, էսա, ենա, թղթեր են կեղծում, ինչ-որ փորձում են նախրին համոզել։ Սրանց պարակայում, սրանց գործակալ լինել ընդհանրապես բացահայտ փաստ է։ Էշն է կարող է 2 րոպեին պարզի, ինչ ասել է Փիսկոր և Փիսկորի սպա։ Եվ ընթերցել այդ գեղեցկուի Մակուս Լիլիթի կենսագրությունը։ Որանք ես պատրաստի ագենտ։ Բայց դրանց ՑՌ-ն է, չէ՞, ՑՌ-ն իրանց սրբավայրի ծառայությունն է, դեղի ագենտ լինել կարելի է։ Կամ հələ թերթեք Յոհաննիսյան Դանիելի կենսագրությունը, լափաս փողում իսա լափ է։ Մշտիկ բացահայտ ագենտներ են, բացահայտ գործակալներ են, բացահայտ շպիոններ են։ Ինչը մենք տեսել ենք և պատերազմի ժամանակ, բազում զոհեր ենք ունեցել։ Նորից հիշեցնեմ, շնորհիվ Յոհաննիսյան Դանիելի ներկայությանը Ղարաբաղում պատերազմից մի քանի ամիս առաջ, երբ գնաց իրարին մանիտորինգ էր անում ընտրությունները, Ղարաբաղը զրկվեց իր հոպի 50%-ից, իր հրետանու 40%-ից առաջին 15 րոպեների ընթացքում։ Ինչը տեղի չունեցավ 16 թվականի պատերազմին, երբ թշնամին նույն պերիմետրով, նույն ուժգնությամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա։
Դե որովհետև 16 թվականին Սերժ Սարգսյան կար, Հովհաննիսյան Դանիելին չէր ուղարկել մոնիտորինգի։ Ինչևէ, ասիկին լավ է, որ սրանք բացահայտում են իրենց եղած չեղած իրենց էությունը։ Այդ շատ լավ է։ Եթե երբևէ սա նորմալ երկիր դառնա, քննչական մարմիններին բան չի մնա անելու։ Ուղղակի անելու գործ չի մնա։ Ամեն ինչ այդքան պարզ է։ Դե իսկ այսօր դատախազությունը հայտարարում է, թե ինչ է պահանջում, որ Ծառուկյանի ծառգրավեն։ Այսինքն բնական են։ Ուրեմն տեսեք։ Սա գնացել է հակակոռուպցիոն դատարան։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք, որն իր թիվս այլնի, ներառում է 52 բնակարան Նոր թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում եւ այլ անշարժ գույքեր, 72։ 10 գույքի շուկայական արժեք։ Այսինքն, եթե նկատի ունենանք, որ Ծառուկյանը սովորական գույք չունի եւ ամենի գույքը առնվազն կես միլիոն արժեք ունի, միջինը, հա։ Այսինքն 5 միլիոն է ստեղ տարան։ 42 տրանսպորտային միջոց, դե այն սիրում էր ինչ-որ լավ Ռոլս-Ռոյսներ, ընդհանրապես շատ էր ձեռբերում, տարբեր գույնի Ռոլս-Ռոյսներ, ամեն մեկը առնվազն կես միլիոնից էին սկսվում նրա մեքենաները։ 42 հատ է դրանից է տանում։ 38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են Multigroup կոնցեռնը, Multiautotrans SPN, Onira Club SPN եւ այլ իրավաբանական անձինք։ Դե Multigroup-ը Ծառուկյանի ամեն ինչն է, կոնյակով ցենը։ Բացի դրանից, հայցվող դրամական պահանջը կազմում է 100 միլիարդ, չէ 105 միլիարդ 865 միլիոն դրամ, այսինքն 260-70 միլիոն դոլար փող, սա է նախ փող են պահանջում։ Դե այսինքն տեսեք, սա Ծառուկյանից առնվազն 1 միլիարդ քամում է։ Եվ եթե անձամբ ինքը չլափի կնգա հետ, եթե Ծառուկյանը այս ունեցվածքը ինքը շուկայականացնի, մոնետիզացիա անի, կնշանակի մի տարի ինքը կոմպենսացնի ռուսական գազի գինը։ Այսինքն ռուսները գինը կդարձնեն գերմանական, մի տարի ինքը Ծառուկյանով կապահովի Ծառուկյանը դոտացիա կանի գազը, որ մենք չվճարենք ավելի շատ։ Նախ իրան կհրճակի ազգափրկիչ, որ Ծառուկյանը չլներ, մարդիկ գազի դիմաց 3 անգամ շատ վճարեին, բայց շնորհիվ ժողովարդապետի Ծառուկյանին սնանք ասրեց։ Եվ իհարկե սա կամայականություն է, սա բեսպրեդել է։ Դեպի եվրոպական դատարանը կասի, որ ժողովարդապետի ճիշտ է վարվել։ Մնում է, թե ում է վաճառելու Ծառուկյանի ունեցվածքը։ Դե բնականաբար կվաճառի նրան, ում մասին վերադասը։ Իսկ վերադասն ինձ թվում է հիմնականում թուրքերը կդիրանան այս ամեն ինչի։ Թուրքերը, ադրբեջանցիները։ Դե ցավոք ինչ մարդը ամբողջ կյանքը դատես հիմա իր բոլոր թերություններով, բաներով մի կորսում է ամեն ինչ։ Եվ սրա միակ փրկությունը իշխանապողությունն է, որը ես չեմ կարծում, որ Հայաստանում տեղի կունենա, որովհետև ես անձամբ արդեն ինչ տրիգեր է լինի, ես չեմ կարծում, որ այդ թավշյավոյ բռն հեղափոխությունը մեկը Հայաստանում կարողանա անել։ Ֆիդելին հեչ տրիգեր պետք չէր։ Երբ ինքը 82-ով իր գործը սկսեց, ամերիկացիներին սիկտ իրարեց իր երկրից։ Տրիգեր չկար։ Իսլամական հեղափոխության տրիգերը որն էր։ Այդ տրիգերը 64 թվականին ամերիկացիք վառեցին, Այաթոլլահ Խոմեյնին հետապնդեցին, նա փախավ Փարիզ, իսկ 64 թվականին ինչ արին, Ամերիկայից յուրաքանչյուր ամերիկյան քաղաքացու տվեցին փաստացի դիվանագիտական իմունիտետ։ Ինչ աներ ամերիկացին Պարսկաստանում, Իրանում, քրեորեն հետապնդվելու ենթակա չէր։ Այդ մարդիկ ինքնասիրություն ունեին, արժանապատվություն ունեին։ Արդեն անտանելի էր նրանց համար, որ ամերիկացիք իրենց երկիրը դարձել են բորդել։
Էժան ուտել խմելու տեղ։ Բայց այն ցիկտիր արեցին պրսան։ Ինչևէ, հիմա ինչ անելու Ծառուկյանից հետո։ Միանշանակ կարելի է ասել, որ Ծառուկյանից հետո հաջորդը Հայրապետյանն է, Նեմեցը։ Նույն մեխանիզմով, նույն արտահայտությամբ կունեզրվի ամբողջությամբ Նեմեցը։ Երրորդը, ես չգիտեմ այդ մարդը մտածում է իր գլխի գալիքի մասին, թե չէ, բայց երրորդը Համբարձումյանն է։ Արկադի Համբարձումյան, Ձերժավի Արկադեն ասում։ Նա է իրեն դրսևորեց որպես իրոք նորմալ անձնավորություն, բարոյականությամբ օժտված անձնավորություն, Սերժ Սարգսյանի կողքն է, ոչ մի խաղ չտվեց սրանց հետ։ Անիմա Սերժ Սարգսյանը հենց հիմա օգտագործում է նրա տրամադրած մեքենան, զրահապատ Աուդի։ Հաջորդը Համբարձումյանն է։ Այս մարդու դեմը խաղ չկա։ Մանավանդ հիմա, երբ ինքը լրջագույն խնդիրների առաջ է, եթե ասված չանի իրոք ասված թող դա անի, եթե իրոք գազը ստեղ դարձավ եվրոպական գին, Հայաստանը կկործանվի, Հայաստանի տնտեսությունը կմեռնի ուղղակի, առաջինը տրանսպորտը, ելով ձեզնից որ մեկը Yandex տաքսով կօգտվի։ Եթե Yandex-ի մինիմալը դարձավ 2000 դրամ, ոչ ոք, և տրանսպորտի այդ կոլաքսի կգնա ողջ էկոնոմիկան, և ծառայությունների ոլորտը, և արտադրությունը, հատկապես ցեմենտի և արտադրությունը, որտեղ գազը անփոխարինելի և անհրաժեշտ ինգրեդիենտ է։ Քանի որ ժողովրդին չի կարելի թույլ տալ կործանվել, որովհետև իր ռեժիմն է կվերանա, Ուրսուլան սպանեց փող չի տա, խոստումից բացի, Ուրսուլան որպես ինչ պետք է ազգին դնի բան անի։ Դոտացիա անի իր ոչ ինքնաբավությունը, իհարկե չի անելու, դրա համար հիմա իրեն հավատարմության երդում չտված գործարաններին առած կուլաչուտ է անում։ Ինչևէ ինչ ասեմ, ես չեմ կարող Ծառուկյանից շատ Ծառուկյան լինել, Համբարձումյանից շատ Համբարձումյան կամ Նեմեցից շատ Նեմեց, թող իրանք մտածեն իրանց մասին։ Թող իրանք մտածեն։ Թող մտածեն ինչ-որ մի բանի գան։ Իսկ մի քանի օրից երբ սկսվեց ազգային ժողովի նստաշրջանը, կմեկնարկի ընդդիմության դժոխային դարաշրջանը։ Երբ մարդը մի սխալ է անում, այդ սխալը իր հետևից բերում է երկրորդ, երրորդ, չորրորդ, 20-րդը ու տենց մինչև կործանում, իրանց հեչ պետք չէր ազգային ժողով գնալ։ Գոնե այն փաստը, այն հանգամանքը, որ եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, սրա իշխանությունը կկորցներ լեգիտիմությունը իսպար, որովհետև էջնե կազմի չի հայտաղ այդ ինչ ընտրություն է ցարել, որ մի հատ ընդդիմադիր ֆրակցիա չկա ստեղ։ Ընդդիմադիրներն են ախպերջան չեն վերցնում մանդատ, փող են տվել մանդատն առել են քո ասելով, բայց չեն վերցնում։ Էս ինչ է դու արել։ Մենակ դրա լեգիտիմության, դրա ռեժիմի սյուները մի քիչ թափ տալու համար արժեր մանդատ չվերցնել։ Այս մարդիկ ասին չէ կվերցնենք, որ կնոպկասխմենք սրան հանենք, դե գնացեք վերցրեք, տեսնեմ ինչ կանեք, բոլորին կդարձեն մոմպաս, բացի Ղազարյան Էդգարից ու երևի ով կա, Աղվան Վարդանյան կա Քոչյանի ֆրակցիայում, նրանք են փորձառություն ունեն սենց բաների, բացի նրանցից բոլորի հերը կանեցեն, չուլ կդարձնեն, ամեն օր խայտառակված թկազմորած դրանք պրիտոն կան, Մեղ չեն այդ մարդիկ, անպատրաստ, այդ երբ են դրանք բաներ է, աշխատել գրանտակերների հետ, այդ երբ են Բադալյան Լուլու տեսել, որ մի տանում եք Բադալյան Լուլուների բերամներն եք տալիս դրանք։ Լավ, կինոն կսկսվի 2 օրից, բան չմնաց ամսի 2-ին, ամսի 2-ին կխոսենք,
Ճտերն աշնանն են հաշվում, բայց դե մենք սկսենք հաշվել ճտերին օգոստոսից։ Լավ, այսքանով ավարտեմ այսօր, հա։ Հիշեցնեմ, բաժանորդագրվեք իմ ալիքներին, Telegram-ում, YouTube-ում, իմ անձնական Facebook-յան պրոֆիլին, իմ Facebook-յան էջին, Shame էջին, կոմենտներ գրեք, եթե չեք ալարի լայքերը դրեք, կհանդիպենք շատ շուտով։